Շնորհակալություն։ Իրականում այն ծանրաբեռնվածությունը, որ կանայք ունեն եւ ֆորմալ աշխատանքի եւ տանը կատարող չվարձատրվող աշխատանքի տեսանկյունից, շատ հաճախ կնոջը եւ հետեւաբար նաեւ ընտանիքներին ընտրության առաջ է կանգնացնում։ Օրինակ, առաջ գնալ, ունենալ կարիերա, աշխատել, ֆորմալ աշխատանք ունենալ, թե ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, ու առաջին հերթին սա ժողովրդագրական խնդիր է առաջացնում մեզ համար, եւ մենք չենք ուզում, որպեսզի ցանկացած մարդ այս ընտրության առաջ կանգնի։ Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի այդ կամը փոխարինվի եւ, այսինքն կինը, տղամարդը, ընտանիքը հնարավորություն ունենան եւ իրենց կարիերայում անել այն ինչ որ կարող են, այն ինչ որ ցանկանում են, ունենալ ֆորմալ զբաղվածություն եւ նաեւ կարողանան ժամանակ հատկացնել իրենց ընտանիքին։ Որևէ պարագայում այս հետազոտությունը չի խոսում նրա մասին, որ բոլորը պետք է անպայման ֆորմալ աշխատանք անեն։ Այս հետազոտությունը ուղղակի ցույց է տալիս այն բացերը, որոնք այդ puzzle-ի նման են, հա, եթե մի մասնիկը դրա հանես, ինքը ամբողջական պատկեր չի դառնա, եւ այդ ամբողջական պատկերում մենք նաեւ պետք է անդրադառնանք այն կանանց, ովքեր որ ուզում են իրենց ընտանիքի խնամքով զբաղվել, իրենք չեն ուզում ֆորմալ աշխատանք, դա իրենց ընտանիքի համար լավագույն մոդելն է, բայց մենք պետք է նաև ճանաչենք այն աշխատանքը, որը կինը կատարում է տանը։ Սա չի նշանակում բնականաբար, որ մենք պետք է վարձատրենք տանը ցանկացած կատարած աշխատանքի համար, բայց առաջին հերթին նշանակում է, որ գոնե սոցիալ-տնտեսական հավասար պայմաններ պետք է ունենան, օրինակ ապագայում կենսաթոշակային տարիքի անցնելիս, որովհետև երբ որ պետությունը, հասարակությունը ճանաչում է այն ժամանակը, որ դու տրամադրում ես քո ընտանիքին, քո տանը որպես աշխատանք, ճակերտների մեջ եմ, հա, ասում աշխատանք, որպես գործ, որ դու կատարում ես։ Դրա հետ գալիս է նաև այդ սոցիալ-տնտեսական հավասար պայմանները, որ դու ունես ֆորմալ աշխատանք կատարող կնոջ հետ, որովհետև երեխայի խնամքը, ընտանիքի անդամի խնամքը միգուցե ավելի բարդ է, քան ցանկացած ֆորմալ աշխատանք, միգուցե շատ ավելի կարևոր է, քան ցանկացած ավելի կարևոր համարվող ֆորմալ աշխատանք, եւ հետեւաբար մենք պետք է ճանաչենք սա ու հավասար պայմաններ ստեղծենք եւ աշխատող կնոջ համար, որպեսզի ինքը կարողանա համատեղել աշխատանքը, ընտանիքը։ Սա կարելի է անել օրինակ խնամքի ծառայությունները ավելի հասանելի դարձնելու միջոցով, կլինի դա երեխայի խնամքը կամ ավելի ընտանիքի տարեց անդամների խնամքը, թե կլինի կանանց եւ տղամարդկանց մեջ տնային գործերը որոշ առումով համատեղ կազմակերպելու հնարավորությունը եւ թե կլինի նաեւ աշխատավայրերը ավելի ընտանիքամետ դարձնելու միջոցով, որովհետեւ եթե մենք ուզում ենք, որ ֆորմալ աշխատանքում էլ հաջողենք անենք, պետք է գործատուներն էլ պատրաստ լինեն ընդունել, որ մյուս կողմում կա նաեւ ընտանիքը, որի համար նաև անելիք ունի այս նույն աշխատակիցը։ Մյուս կողմից էլ պետք է հավասար կարգավիճակ տան կամ գոնե փորձենք հավասարացնել կարգավիճակը այն կանանց համար, ովքեր որ նախընտրում են իրենց ժամանակը տրամադրել իրենց ընտանիքին, որովհետև դա իրենց ընտանիքի համար լավագույն մոդելն է այդ պահին։